Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն հարգարժան տիկնոք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ը, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մենք բոլորս գիտենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի է ունենալու քվեարկություն, որովհետեւ այդ օրը խորհրդարանական ընտրություններ են։ Որևէ պաշտոնական միջոցառում, քայլ այդ ուղղությամբ բնականաբար արված չէ, ժամկետները, որովհետև սահմանվում են օրենքով եւ հիմա դեռ 8 ամիս կա այդ ընտրություններին եւ որևէ բան օրենքը չի նախատեսում։ Սակայն բավական է հետևել սոցիալական մեդիային, մամուլին եւ մենք կտեսնենք, որ ընդհանրապես ներքաղաքական կյանքը ամբողջությամբ տեղավորվում է այլևս նախընտրական տրամաբանության մեջ։ Այդպես է գործում թե քաղաքական մեծամասնությունը, թե այլ սուբյեկտներ, ովքեր մամուլով տարբեր մտքեր են արտահայտում։ Տեղի են ունենում պրոցեսներ, եւ այդ ամենը այո տեղավորվում է նախընտրական պրոցեսում։ Այդ ամենը, ասում են, կոչվում է դեմոկրատիա, ժողովրդավարություն։ Այդ ժողովրդավարությունը իհարկե մեծ բարիք է, բայց այն նվեր չէ, այն քաղաքական նախապատվություն չէ, այլ լրջագույն ռազմավարական ռեսուրս։ Ռեսուրս ներքին դիմակայունության համար, արտաքին քաղաքական ռեսուրս, եւս դիմակայունության եւ անվտանգության տրամաբանության մեջ եւ պետության պարտականությունն է պաշտպանել այդ ժողովրդավարությունը տարբեր ոտնձգություններից, բնականաբար ոտնձգություններ նրանցից, ովքեր թշնամին են այդ ժողովրդավարության, մանավանդ իրենց այդ գործունեությամբ հետապնդում են այլ ոչ դեմոկրատական, իսկ ավելի ճիշտ ասենք ավտորիտար պետությունների շահերից ելնելով։ Ավտորիտար, որոնք դարձել են տոտալիտար, ֆաշիզմի բոլոր հատկանիշները իրենց մեջ ներառելով թե գործնականում, թե նաև այսպես զուտ քաղաքագիտական եզրակացություններ անելիս։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ ասում դեմոկրատիան շատերը փորձում են թարս ձևով ներկայացնել, ասելով, որ դե մրցեք, ինչ ա եղել։ Մինչդեռ, ասենք, X քաղաքական սուբյեկտին դնում են նույն հարթության վրա կոռուպցիոներների շահերը սպասարկող, ժամանակին 20 տարվա այդպես էլ գնահատականի չարժանացած կրիմինալ կոռուպցիոն ռեժիմի շահառուներ, որոնք ուզում են վերադարձնել, այդ ժամանակները պատմության անիվը հետ ֆռացնել եւ նաեւ նրանք շահառուն են եղել այդ ամենի եւ օգտվում են մինչեւ հիմա այդ կեղտոտ փողերից, այո, հանցավոր ճանապարհով ձեռք բերված, անօրինական ճանապարհով, այսպես ասենք, ձեռք բերած փողերից, հնարավորություններից, բիզնես ակտիվներից ծավալել են մեդիա ակտիվություն, երբ դրանցից ամեն մեկը գալիս է մեջտեղ եւ միանգամից մի կետից կառավարվող 30 միկրոֆոն հայտնվում է նրա դնչի առաջ։ Եվ ասում են, ահա, մրցեք։ Սա խախտում է մարդկանց իրավունքները, թե չի խախտում։ Թե մեզ ուզում են բացատրել, որ դա է ժողովրդավարությունը, ոչ, Մոլդովան ապացուցեց, որ դա չէ ժողովրդավարությունը, ավելին Մոլդովան ցույց տվեց, թե ինչպես այդ մարդու իրավունքների խախտումը պետք է վերականգնել, որովհետև դա պետության պարտականությունն է իր քաղաքացիների առաջ ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում։ Իհարկե, այստեղ մենք ինչով ենք տարբերվում ավտորիտար ռեժիմներից, եթե մենք անենք նույն բանը նույն ձևով ինչ որ անում են նրանք։ Այստեղ շատ նուրբ մի դաշտ կա,
որը սահմանները պետք է սրբորեն պահպանել։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ներկայացնում եմ, մեր հյուրն է Արթուր Սաքունցը, իրավապաշտպան, Վանաձորի գրասենյակի ղեկավար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի։ Բարև եք եկել, պարոն Սաքունց, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույններս, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, մենք բնականաբար չենք խոսում ընտրությունների մասին, մենք հիմա ուղղակի փորձում ենք ճշգրտումներ մտցնել սահմանումների մեջ, հա, ինչն է օրինական, ինչն է ոչ օրինական, ինչն է ժողովրդավարական, ինչն է հակաժողովրդավարական, որովհետև այս խոսակցությունները թեժանալու են։ Այս խոսակցությունները նաև այո, նենգափոխվելու եւ մանիպուլացվելու են արդեն երբ պաշտոնական ընտրարշավ սկսի, մենք կլսենք ինչ բառային այսպես մի հրավառություն, հա, ոնց որ Շեքսպիրն էր ասում, բառեր, դե մարդիկ էլ բոլորը ճիշտ խոսքերը սովորել են եւ շատ դժվար է ազնիվ մարդկանց ստահակներից զանազանել շարքային քաղաքացու համար։ Եվ այստեղ անհրաժեշտ է ճշգրտություն մտցնել սահմանումներում։ Եվ ուրեմն ինչ է պետք անել իշխանությանը որպես մանդատ կրող եւ պատասխանատվություն ունեցող մի սուբյեկտի քաղաքական մեծամասնության, հանձինս քաղաքական մեծամասնության, որոնք այս ամենի պատասխանատուն են։ Բայց մենք տեսնում ենք, որ խոսելով ժողովրդավարության մասին, մենք ինչ ենք անում։ Վրաստանի քաղաքացի ենք բռնում ֆաշիստների ուրեմն հարցումով կամ մի ֆաշիստական կազմավորման, տերորիստական կազմավորման պսևդո դատարանի որոշմանը համաձայն։ Ու ամեն անգամ մարդկանց ենք անհանգստացնում։ Երբ սրա մասին խոսում ենք, բոլորը իրենց դնում են անհասկացողի կամ էլ խուլու համրի տեղ։ Համեցեք, պարոն Սաքունց։ Պարոն Մեհրաբյան, մենք երևի թե ինչքան որ ծանոթ ենք եւ քանիցս խոսել ենք ժողովրդավարության, ժողովրդավարական զարգացման, ժողովրդավարական մշակույթի անելիքների մասին, ցավոք սրտի մենք անընդհատ մնում ենք նույն կետում, ես պետք է ասեմ, որովհետև անգամ այն եզակի հնարավորությունը, որ ստեղծվեց 2018 թվականի թավշահեղափոխությամբ, որը ընդվզում էր, որը իրապես համազգային մերժում էր սոցիալական արդարության այդ դեֆիցիտի, համակարգային կոռուպցիայի, ժողովրդավարական ընդհանրապես հաստատությունների եւ ինստիտուտների շարունակաբար ոտնահարման, այդ հնարավորությունը, որը ըստ էության նույնիսկ կրկնեմ քաղաքացիների համազգային ընդվզմամբ տրվեց եւ մարդիկ իրենց գնահատական այդքանով գոնե տվեցին, չունեն ինստիտուցիոնալ շարունակությունը։ Ինչ նկատի ունենք, որ ներքին եւ արտաքին մարտահրավերներ ասածը կամ սպառնալիքներ ասածը կամ ավելի կոնկրետ այն սուբյեկտները եւ այն գործոնները, որոնք թե ներքին եւ թե արտաքին ոչ թե միայն սպառնում, այլ խոչընդոտում էին մեր ժողովրդավարական ուրեմն վերականգնմանը, դրանք չկանխվեցին։ Բայց ով ասում, որ մենք ժողովրդավարություն ենք վերականգնել, պարոն Սաքունց,
Հեղափոխությունը կոչվում է ոնց է կոչվում ոչ բռնի ժողովրդական, բայց անուն ինչի էր, ինչի համար էր, ոնց որ ժողովուրդը պարապ էր, հա, դες դուրս եկավ ոչ բռնի ժողովրդական չգիտեմ ինչ արեց։ Մինչդեռ այնտեղ շատ հստակ էին հակակրիմինալ լոզունգները եւ հակաբռնապետական լոզունգները, ժողովրդավարական լոզունգները, հակակրիմինալ լոզունգները, չէ՞։ Նաեւ հստակ նշվում էր, որ այլ տարբերակ չի մնացել, այլ լիֆտ չի աշխատում, որտեղ դեգեներատի նման բոլոր լիֆտերը ապամոնտաժվել են, այլ կերպ քան հեղափոխությունը։ Սրա մասին որևէ պաշտոնական այսպես ձևակերպում չկա։ Համեցեք։ Ես մի օրինակ բերեմ, որպեսզի ավելի հասկանալի լինեմ, հա, որ վերացական կամ տեսական դատողությունների շրջանակում չմնանք։ Տեսեք, ակնհայտ է, չէ՞, մեր աչքի առաջ Հայաստանում իշխանական համակարգը, կառավարման համակարգում եկեղեցին ներգրավեց որպես իշխանության կոմպոնենտ։ Հայ եկեղեցու պատմության, մեռելոց օրերի, արտոնություններ եւ այլն։ Այսինքն կապ չունի դա առաքելական թե ընդհանրապես կրոնական մի կազմակերպություն, որը ունեցավ մոնոպոլ դեր եւ դարձավ իշխանության կարևոր ինստիտուտը։ Եվ փոխանակ հայեցակարգային որոշում կայացվի, որ քաղաքական համակարգը, կառավարման համակարգը պետք է ազատել եկեղեցին անջատ է պետությունից, եկեղեցին անջատ է կրթությունից, աշխարհիկ պետության սկզբունքի ապահովման տեսակետից սկսեց խոսակցություն կուսակրոնությունից, ես չգիտեմ ինչ, այսինքն ինստիտուցիոնալ առումով մի խնդիր կար։ Առնվազն մինչև 2018 թվականը, երբ որ եկեղեցին դարձել էր կոռուպցիոն կառավարման, իշխանությունը, պետությունը ավելի եւ իշխանությունը զավթելու այդ գործընթացի աչակցողը, մասնակցողը, կրողը պետք էր հայեցակարգային եւ սկզբունքային խնդիրները, որ վերջ եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից եւ եկեղեցին պետք է անջատ լինի կրթությունից եւ այս ուղղությամբ պետք է համակարգային լուծումներ։ Այդ թվում օրենսդրական եւ այդ թվում ինստիտուցիոնալ, չէ՞։ Եվ երբ որ դա չի արվում, որը հենց ժողովրդավարական աշխարհիկ պետության կարևոր սկզբունքն է, այլ դա փոխարինվում է, որ չէ, ես ավելի առաքելական եմ, մենք շարունակում ենք մնալ նույն եկեղեցին որպես կառավարման համակարգի մաս ընկալելու, հա, ուղղակի այնպիսի եկեղեցի, որ արդեն նոր իշխանության համար ավելի գործընկեր լինի, չէ՞, բայց կոնցեպտուալ առումով ինքը մնում է կրոնապետական, հա, եթե այսպես ասեմ, կամ եկեղեցին որպես քաղաքական համակարգի բաղկացուցիչ մաս, այդ սկզբունքի շրջանակներում ենք մնում։ Հասկանալի, որ այս պարագայում շատ դժվար է խոսել ժողովրդավարական պետության պայմաններում խղճի, կրոնի, համոզմունքների, ազատության սկզբունքի հիմա վրա, այդ շրջանակներում, որտեղ նույնիսկ այդտեղ շատ հստակ է, որ իդեպ ասեմ, Եվրոպական կոնվենցիան մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների հստակ միայն այնտեղ երկու իրավունք կա, որ բացարձակ իրավունք են, դա ստորգությունից զերծ մնալու իրավունքն է բացարձակ եւ խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունք։ Ազատության նկատեմ ազատ արտահայտման, տեղեկությունների տարածման, ստացման, հավաքների, միավորումների բոլոր ազատությունները կոնվենցիան ասում է, որ կարող են այդ իրավունքները
սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական կամ պետության կամ հասարակության անվտանգության համար։ Հիմա, երբ որ ժողովրդավարական սկզբունքը, ես մի օրինակ բերեցի, չի ընկալվում որպես ելակետային դրույթ, որի հիման վրա դու քաղաքականություն ես մշակում, բնականաբար խոսել ժողովրդավարական վերականգնման մասին դժվար է։ Կամ դուք նշեցիք կրիմինալ չէ, որովհետև դա շատ կարևոր, երբ որ քաղաքականությունը եւ կրիմինալը երկար տարիներ սերտաճված են, կամ ավելի ճիշտ կրիմինալը քաղաքական կոստյումով ներկայացնում է որպես այդպիսի, եւ պետք է կրիմինալազերծել, քրեականազերծել քաղաքական համակարգը, դա կոնցեպտուալ հարց է։ Կամ բիզնեսը եւ քաղաքականությունը տարանջատել, կոնցեպտուալ հարց է։ Կամ իշխանությունների տարանջատման եւ փոխսասման սկզբունքը կոնցեպտուալ հարց է, որը սահմանադրությունը այս չի երաշխավորում։ Եվ ըստ էության Թավշյա հեղափոխությունից հետո առաջնային խնդիր պետք է լիներ այս սահմանադրության վերանայումը, եթե չասեմ ուղղակի մի կողմ գցելը եւ բազմիցս դրա մասին խոսելի։ Որտեւ առանց դրա երաշխիք սահմանադրական մակարդակով ժողովրդավարական զարգացման համար չի կարող լինել։ Չէ՞, սա ներքին ես մեր կազմակերպական հարցերին եմ անդրադառնում։ Ներքին այն մարտահրավերների կանխման կամ այն գործոնների վերացման կամ դրանց մարգինալացման չասեմ, այլ դրանք որպեսզի էական դերակատարում չունենան այլևս, սա սկզբունքային է։ Երբ որ դրա փոխարեն դու ասում ես թե գնանք դատարանների դռները բանային, փոխանակ դատական համակարգի անկախության ուսամ ինստիտուցիոնալ այլ խնդիրներ լուծես, չէ՞։ Այո։ Սրանք չեն կարող համարվել ժողովրդավարական, որտեղ ինքը գործելակերպով ժողովրդավարական չի։ Եվ բնականաբար չի կարող հանգեցնել ժողովրդավարական ինստիտուտների ձևավորմանը, չէ՞, եւ այն հանրային ակնկալիքի բավարարմանը, որ հանձինս Թավշյա հեղափոխության մարտիկ դուրս էին եկել։ Նույնը արտաքին մարտահրավերների տեսակետից։ Ոնց կարող ես դու պետության ժողովրդավարական զարգացումը երաշխավորես, եթե շարունակում ես մնալ ԱՊՀ-ի մեջ, որի բոլոր անդամ պետությունները ակնհայտ թղթի վրա ֆիքսված են որպես բռնապետական ռեժիմներ, հակաժողովրդավարական ռեժիմներ։ Եվ քարտեզների վրա պատկերված են վառ կարմիր գույնով որպես անազատ պետություններ։ Նույնիսկ ԱՊՀ-ի անդամագրման կամ դրա հետ կապված, ասենք Ռուսաստանի Դաշնությունը լավ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, չէ՞ ինչ-որ ժամանակ։ Բայց Բելարուսը այդպես էլ մնաց որպես սպիտակ այսպիսի մի բան, տարածք, որը Եվրոպայի խորհրդի անդամ չգրկեցին, որովհետև միակ եվրոպական երկիրն է, որը Եվրախորհրդի անդամ չէ։ Հիմա դու այդ պայմանագիրը բան չի, սեպագիր արձանագրություն չի, որ ասենք թե ԱՊՀ-ի անդամ լինելը կամ ՀԱՊԿ-ի անդամ լինելը դու պետք է համարես ի սկզբանե տրված, չէ՞, ոնց որ անշրջելի սրբազան կովի կարգավիճակում։ Երբ որ անդամ պետություններ ակնհայտ, նույն Ռուսաստանի Դաշնությունը նահանջ է կատարում ժողովրդավարական սկզբունքներից, արժեքներից, մարդու իրավունքներից, որի հիման վրա նրան հեռացնում են Եվրոպայի խորհրդից, դա ինքն էր առանցքային պետությունը, մնացածը բան։ Դու արդեն այդտեղ ակնկալել, որ ժողովրդավարական միջավայրը, որում պետք է դու լուծես ներքաղաքական խնդիրները ժողովրդավարական ինստիտուտներին կամ արժեքներին համարժեք, չես կարող։ Ու պարզ է, որ քո իրավական համակարգի որպես իրավունքի գերակայության սկզբունքին միտված իրավական համակարգի համար ԱՊՀ-ի շրջանակում վերցրած պարտավորությունները, կոնվենցիաները վտանգ են սպառնում քո իրավական անվտանգության առնվազն։ Սա այնքան պարզ է։ Էլ չեմ խոսում ԵԱՏՄ-ի մասին, որը բոլորիս աչքի առաջ եղել, ուժի սպառնալիքի ներքո, դա ես մեկ չեմ, չէ՞, բանամ, դա հրապարակային խոստովանություն էր հենց այդ ժամանակվա իշխանության կարգառուների կողմից, որ
անվտանգային նկատառումներով ստիպված անդամագրվեցին, չէ՞։ Սա պարզ բան է, որի մասին չգիտես ինչու լռում են կամ փորձում են լռության մատնել։ Եվ որ ուժի սպառնալիքի ներքո քո անվտանգության նկատմամբ սպառնալիքի ներքո քեզ ստիպում են հրաժարվել Եվրոմիության արևելյան գործընկերության ասոցիացիան համաձայնագրից, լավ հասկացանք, ստիպեցին կամ ինչ-որ, բայց ավելի նաև պարտադրում են եւ դու ստիպված անդամագրվում ես մաքսային հետո երասական տնտեսական միությանը ու դա համարում են ընդունելի, հասկացեք, դա պարզ է, որ իր էությամբ դա հակաժողովրդավարական է անգամ նման մոտեցումը Դե իսկ հիմա էլ մեզ բացատրում են, որ դա նույնիսկ մեր շահերից է բխում։ Դե հենց էտա որ շահերի եւ մենք այդ տեսակետից ենք նաեւ հիմա խոսում, որ մնալ բռնապետական ռեժիմների հետ հաղորդակցության մեջ ժողովրդավարական զարգացման տեսակետից դա մի քիչ հակատրամաբանական ոչ թե մի քիչ այդ ամբողջությամբ հակացուցված է։ Դրանք չեն կարող այդպեսին լինել եւ մարդիկ այո ճիշտ եք Հայաստանի Հանրապետությունում ձերբակալվում, կալանավորում են իրավական փոխօգնության պարտավորության հիման վրա ում արժև իրավական պարտավորության ֆաշիստական ռեժիմների տերորիստների մարդատյաց ագրեսոր պետության հետ եւ ես ասեմ նաեւ այս տեսակետից է որ խաղաղության ձևակերպումը Ադրբեջանի Ալիևի ռեժիմի հետ, հա, ես դնում եմ խորը կասկածի տակ, որովհետև բռնապետական ռեժիմի հետ խաղաղություն դժվար թե։ Բայց գիտեք ինչն է, խաղաղության ձևակերպումը քննադատողների մի ամբողջ խումբ, երբ որ Ալիևի ռեժիմը բռնապետական է համարում, բռնապետական չի համարում Պուտինյան ռեժիմը։ Հա, այսինքն ասում են դե լավ, դե մոռանալով է Ալիևի բռնապետական ռեժիմը առանց Պուտինյան բռնապետական ռեժիմի այո, իմաստ չունի։ Չի կարող անգամ գոյություն ունենալ որպես այդպեսին։ Հա։ Հիմա ես ինչու հիշատակեցի կոնվենցիան։ Որտեղ կոնվենցիայում իրապես ժողովրդավարական պետության անվտանգության խնդիրը դա այն եզակի հասարակական կարգի անկարգությունների, հա, եւ շատ ուրեմն այդ հասկացություններ կան, որոնց հիման վրա կոնվենցիան ընդունելի է համարում որոշակի իրավունքների սահմանափակում, միավորումների։ Իհարկե այդ սահմանափակումները չեն կարող լինել բացարձակ, որտեղ այստեղ պետք է լինի որ համաչափ լինի եւ իրավաչափ։ Բայց այդ համաչափ եւ իրավաչափ հասկացողությունը օրենսդրական մակարդակում, պրակտիկայում չի ձևավորված։ Գիտեք, չկա այդպիսի մի երկիր աշխարհում ժողովրդավարական ես նկատում եմ պետությունների, որոնք չունենան մարտահրավեր։ Իհարկե։ Ժողովրդավարության հետ կապված եւ այդ թիվ 1 մարտահրավերը այս պահին Պուտինյան ռեժիմն է։ Այո։ Սա այնքան պարզ է, որովհետեւ 2008 թվականին ագրեսիան Վրաստանի դեմ, 2014 թվականին Ղրիմի անեքսիան, այնուհետև 2020 թվականի ագրեսիան նոր արդեն Ուկրաինայի դեմ։ Այդ նույն ռեժիմն է։ Նույն ռեժիմը, որի պարագլուխը այսպես կոչված իբր ընտրություններով արդեն մինչև երևի թե կյանքի վերջը թուղթ է էլի նկարում, որ իբր թե ընտրվել է, չէ՞ վերջին հաշվով։ Այսինքն տեսեք, պարոն Սաքունց, մենք տեսնում ենք, որ երբ հիմա ամբողջ աշխարհում турբուլենտ իրավիճակ է միջազգային հարաբերություններում, նախորդ եղած, այսպես ասենք, աշխարհակարգը այլևս չի ապահովում միջազգային իրավունքը, իսկ նորն էլ դեռ չկա, եւ շատ հստակ ջրբաժան է առաջացել ժողովրդավարությունների եւ ավտորիտար ռեժիմների միջեւ մի կարևոր process կարծես թե վրիպում է մեր ուշադրությունից։ Դա
ռեժիմների կոնսոլիդացիան է, հա։ Մի կողմից այն ժողովրդավարություններն են շատ աննախադեպ ձևով սերտ համագործակցում իրար հետ, քանի որ ընկալում են սպառնալիքները որպես սպառնալիք բոլորի դեմ, եւ շատ հստակ մենք տեսնում ենք ավտորիտար ռեժիմների կոնսոլիդացիա։ Բացի դրանից հետխորհրդային ֆորմատները վերածվել են այդ ավտորիտար կոնսոլիդացիայի հարթակների, նույն այդ ԱՊՀ-ն, նույն այդ ՀԱՊԿ-ը, նույն այդ ԵԱՏՄ-ն, հա, տարբեր ֆունկցիաներով, մեկը անվտանգության, մյուսը ուղղակի ռեժիմի պաշտպանության, այն մյուսը տնտեսապես պատժամիջոցները շրջանցելու համար եւ այլն եւ այդպես շարունակ եւ հարց է առաջանում, եթե դու համարում ես, որ ժողովրդավարությունը մեզ համար նաև ռազմավարական ռեսուրս է, որը մեր դիմակայունությունն է ապահովում, ապա հարց է առաջանում, ասենք թե այդ Դուշանբեի տիպի, հա, այդ անիմաստ եւ անողոք հավաքների մասնակցությունը շարունակելը ընդհանրապես այդ պասիձելկաները, հա, բռնապետերի հետ, մեր ինչին են պետք։ Եվ ով ինչ է ապացուցում սա լղոզելով բալանսավորում բառով, հա, այսպես ասենք, համեցեք։ Գիտեք, Հայաստանը այն պետությունը չի, որ իրեն թույլ տա կամ հնարավորություն ունենա բալանսավորել այդ երկու հզոր, հա, այդ ուժերի հակամարտությունը, ես նկատի ունեմ կոնսոլիդացված ավտորիտար այդ համայնքը եւ մյուս կողմից համագործակցող, որ այնտեղ ժողովրդավարությունը չունի այդ հատկությունը կոնսոլիդացնելու եւ տեսնում ենք ինչպիսի դժվարությունների են տեսնում ենք ինչ դժվարությունների է պետք հասնել։ Ձեր դիմախոսները ձեզ կասեն, որ դուք պրագմատիկ չեք, դուք իրատես չեք, դուք քաղաքականությունից բան չեք հասկանում, ձեր մտքերը վտանգավոր են մեր երկրի ապագայի համար։ Ու դա կասեն դեմքին իմաստուն արտահայտություն հաղորդելով։ Ուրեմն ցանկացած նման որակումներ տվողները միանշանակ ավտորիտար եւ կոռումպացված համակարգային պուտինյան ռեժիմի մոդելի աչակիցներն են Հայաստանում եւ ընդ որում մի բան հստակ պատկերացնում են, իրենք գիտեն, որ նման ռեժիմը Հայաստանում կարող է այդ մոդելը իրացվի, եթե Հայաստանը դառնա շարունակի մնալ ռուսական կայսրության հպատակը։ Ուրիշ տարբերակ չկա։ Ձեր կարծիքով Հյուսիսային Կորեան ում աջակցության շնորհիվ այսքան տարիներ գոյություն ունի։ Սովետական Միության Եվ Չինաստանի։ Եվ Չինաստանի։ Եվ հիմա ում հետ շատ հեշտությամբ լեզու գտավ պուտինյան ռեժիմը թե զինամթերքի եւ թե անգամ մարդկային ռեսուրսների ներգրավման համար Ուկրաինայի դեմ ագրեսիան շարունակելու, եթե ոչ Քիմ Չեն Ինի հետ, այդ մարդակերի հետ։ Եվ հիմա պատկերացնում եք այդ մարդակեր բառից բուն իմաստով մարդակեր ռեժիմի հետ, ձեր սեղմողի հետ դու գնում ես մի սեղանի շուրջը նստում, որ ինչ ակնկալ ես, որ մի ձեռքով այնտեղ մարդակերի հետ ողջագուրվում են, մի ձեռքով էլ ժողովրդավարությունն է, ուրեմն պաշտպանելու։ Եվ իդեպ մենք շատ լավ գիտակցում ենք, պարոն Միրաբյան, որ Կրեմլը երբեք չի հանդուրժելու հետխորհրդային որևէ պետությունում ժողովրդավարական վերականգնման կամ ժողովրդավարական ձգտումները դա տեսա եւ իշխե հիմա Պուտինը շատ ողբերգություն է ապրում այո խորհրդային միության փլուզմամբ, որը իր համար դա աշխարհակաղակական ողբերգություն է շատ մեծ ողբերգություն է ապրում Ուկրաինայում Եվրոմայդանը, եթե հիշում եք, որ ֆրնդեցին այդ
Տիմոշենկո կոչված, Տիմոշենկոը թե ինչ էր դա, Յանուկովիչ չէ, կարծեմ, Յանուկովիչի Յանուկովիչ, այդ ռեժիմի։ Եվ ասում են, բա, այդտեղ անօրինական է եղել են, հա։ Եվ իրենց ենթարկված այդ մարդը, որը ամբողջ պետությանը նույնպես փորձում էր մտցնել ԵԱՏՄ-ի մեջ, այո, ի տարբերություն Հայաստանի այնտեղ ընդվզեցին եւ ասին չի անդառնալի չի կարող լինել եւ ի դրան հակադարձելով 1 տարի չանցած սկսեց Ղրիմի անեքսիան, չէ՞։ Այսինքն սա այնքան պարզ է այս քաղաքական բանը, որ ասել որ դա պրագմատիզմով է, բայց ցույց եմ տալիս այդ պրագմատիզմի հետևանքը ինչ է։ Եվ հիմա եթե այդ պրագմատիզմ կոչվածի հիմքում նորից եմ կրկնում հանուն անվտանգության ազատություններից հրաժարվելու մոտեցումն է, բայց պատմությամբ է բազմիցս ապացուցվել, որ եթե հանուն անվտանգության դու զիջում ես քո ազատությունները, ապա չես ունենում ոչ անվտանգություն, ոչ ազատություն։ այո, Հայաստանը պետք է մաքարի, մենք բոլորս պետք է մաքարենք մեր անկախության համար։ Անկախություն ռուսական կայսրությունից։ Եվ մենք պետք է անպայման դադարեցնենք մեր սիրախաղերը այսպես կոչված կամ հայկական այսպես կներեք այդ աչպարարությունը, հա, ռուսերեն կոչված շուստրությունը, որ իբր կարանք այնտեղ լինենք ու իբր նրանք չեն հասկանում, հա։ այո, այո, ու ձև տանք, որտեղ գիտեք, հա, դե մենք համագործակցում ենք եւ այլ, ի՞նչ ենք համագործակցում։ Ինչի շուրջ ենք համագործակցում։ Երբ որ ասենք գլխավոր դատախազը Ռուսաստանի Դաշնության կամ չգիտեմ ում, Կիրգիզիա կամ Տաջիկստանը կամ չգիտեմ Ղազախստան հանդիպում են մեր իրավապահ մարմինի դատախազում։ Ես ուղղակի ապշում եմ, ինչի շուրջ եք համագործակցելու։ Այդ ինչ արժեքների շուրջ է համագործակցում։ Ֆինանսական տվյալների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը այդպիսի համաձայնագիր կա 158 երկրներ ստորագրել են, բայց Ուկրաինայի, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնություն, բայց Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո այդ պայմանագիրը ստորագրած ժողովրդավարական պետությունները դադարեցրել են իրենց պարտավորությունը, որ կփոխանցեն Ռուսաստանի Դաշնությանը նման տվյալները։ Ինչի՞ որ որտեղ Ռուսաստանը այլևս իրավական պետություն չի, որտեղ Ռուսաստանը այլևս ժողովրդավարական պետություն չի։ Եվ հիմա ուզում եմ հասկանամ, ընտանիք որ գնում են քննարկում, ինչ արժեքների շուրջ է։ Դու չես կարող գնաս այնտեղ խոսես այդ մարդու հետ, այդ մարդանման իակի հետ։ Ինչ որ թեմաների շուրջ հետո գաս Հայաստանում ասես դե մենք ժողովրդավարական եւ անհնար է։ դե բովանդակությունը կարևոր չի, կարևորը բալանսավորելն է, պարոն Սա մի մասին են ասում։ Ես մշտապես եմ այդ օրինակը հիշեցնում։ Չեխիայի նախագահ Վասլավ Հավելը ասել է կյանքում ձեռ չեմ տամ այդ կագեբեյշնիկին։ Որտեղ ինստիտուցիոնալ առումով այդ կագեբեին, ՖՍԲ-ը ասած ինքը ամենա հիմնական գործիքն ա եղել մարդկանց հետապնդելու եւ այլն։ Իսկ հիմա մենք ժողովրդավարության մասին ենք ասում։ Մենք ազգային անվտանգության ծառայություն կագեբեյա զերծեցինք։ Երբ որ Վանեցյանին նշանակում էին ազգային անվտանգության ծառայության պետ, մենք ես եւ մեր գործը հարց ենք բարձրացնում։ Իսկ դուք ունեք տվյալներ կամ արդյոք ստուգել եք, որ Վանեցյանը ներքաշված չի եղել ազգային անվտանգության ծառայությունում մինչև հեղափոխությունը քաղաքական հետապնդումների մեջ։ Չէ, այդ հարցը օրակարգում չէր։ Դե ոնց սիրո հեղափոխությունը։ Չէ, այսինքն ներել ենք։ գիտեք Հնարավորություն ենք տվել դարձի գալու, պարոն Սաքո։ դա ոչ ես, ոչ դուք, ոչ էլ որևէ ամենաբարձր պաշտոնատար անձ իր անձնական մակարդակում կամ խոսիթով չի կարող ներել կամ չներել։ Դրա համար կան ինստիտուտներ, ինստիտուցիոնալ մոտեցում։ Դրա համար դա կոչվում է լյուստրացիա, դա կոչվում է
անցումային արդարադատություն։ Հայաստանի Հանրապետությունում ո՞նց կարող ենք մենք, հիմա շատ կոնկրետ եմ հարցը ձևակերպում, ո՞նց կարող ենք մենք երաշխավորենք ժողովրդավարական զարգացումը, պետական ինստիտուտների նկատմամբ հանրության վստահությունը, եթե պետության զարթման ժամանակահատվածում այն բոլոր քաղաքացիները, որոնց իրավունքները խախտվել են, նրանց իրավունքի խախտման փաստը չի արձանագրվել։ Այո։ Այդ մարդիկ լսված չեն, նրանց ձայնը, որ տուժել են այդ համակարգից, օրինակ մարտի 1-ը չի, կներեք։ Ընդ որում նաև մարտի 1-ի ժամանակ հոմիային 10 սպանվածները չեն։ Հազարավոր ռեպրեսիայի ենթարկված։ Այո, այդ մարդիկ, որոնք բռնության են ենթարկվել, որոնք ունեզրկվել են, Աշխատանքից են հեռացվել, թողել են երկիրը փախել, այդ մարդկանց արդարության ձգտումը, որը 2018 թվականին արտահայտվեց, ունեցավ ինստիտուցիոնալ ձևակերպում, հո բանով չի, խոսքերով չի, ինչի՞ միայն 2008 թվականին, բայց 2003-4 թվականներին, 99 թվականին, ամեն մի ընտրության հետ և նախընտրական և հետընտրական, այդ մարդկանց, որոնց իրավունքները խախտված է, նրանք լսել եղան, նրանք զգացին, որ իրենց նկատմամբ խախտում կատարածները պատասխանատվություն են կրել, չէ։ Եվ դա 1-2 դատական պրոցեսի մասին չի խոսքը։ Դա կոլեկտիվ, հանցավոր, խմբավորման կողմից շարունակաբար մարդկանց ահաբեկչության մեջ պահելու մասին է խոսքը։ Այդ ամբողջ տասովչիկների մի ամբողջ կրիմինալ խմբավորումները հիերարխիա է եղել։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը Կարեն Անդրեսյանը ժամանակին արտահերթ զեկույց չէ հրապարակել զոնալ այդ դատախազներ, դատավորներ, դատական համակարգի վիճակ, դրանից որևէ եզրակացություն չկար, որ դա ինստիտուցիոնալ լուծում է պահանջում, ոչ թե 1-2 դատավոր, այն էլ Մնացական Մարտիրոսյանի նման եւ իր մի քանի դատավորներ, որոնք քաղաքական հետապնդման որոշումներ են կայացրել, շարունակեն մնալ դատական համակարգում ավելի նաեւ պաշտոնական առաջխաղացում ունենալ։ Նույնը նաեւ ոստիկանների մասին է խոսքը։ Բայց քաղաքացին ես միշտ եմ ասել, այն քաղաքացին, որին ոստիկանության բաժնում բռնության է ենթարկել։ Հեղափոխությունից հետո, երբ որ նորից գործ է ունենում ոստիկանության հետ կամ դիմում է ինչ-որ հարցով, եւ տեսնում է իր նկատմամբ բռնություն կատարող ոստիկանը շարունակում է ծառայությունը այդտեղ, իր պատկերացումը պետական ինստիտուտների նկատմամբ փոխվելու է։ Բնականաբար ոչ, եւ մենք եւ այստեղ նույն երկաթուղին մնում է, որի կոռուպցիոն համակարգում, հա, իր դրսևորումների մասով լուրեր չասեմ, այլ նյութերը, տեղեկությունները մնացին անհետևանք։ Հիշում եք ազգային ժողովի նիստերից գազի մատակարարման հետ կապված 300 միլիոնի թե 200 միլիոն դոլարի հետ կապված խոսակցություն կար։ Այո։ Ո՞վ է քննել այդ գործը։ Կամ ինչի պետք է քննության չառնվի։ Տեղյակ չեմ։ Գիտեք, ես մի բան ասեմ, իհարկե ավարտենք։ 2026 թվականի հունիսի 7-ը շատ բախտորոշ նշանակություն ունի։ Շատ բախտորոշ նշանակություն ունի, թե Հայաստանը որպես պետություն լինելու է այդպեսին թե ոչ։ Եվ քաղաքական համակարգում սուբյեկտների այն վիճակը, որ հիմա կա քաղաքական, որը ոտնահարված է եղել, ոտնատակադրված է եղել 20 տարի շարունակ առնվազն 25 տարի։ Մենք շատ վճռական
Դասեղ սովորական ընտրություններ չեն, շարքային ընտրություններ չեն, նույնիսկ 2021 թվականի ընտրությունների չկար համեմատել, բայց հանրությունը շատ դժվար ընտրության առջև է կանգնած, որովհետև հանրության եթե կերակրեն էլի ով է Գողփիսոն, ով է Քաչարշունը եւ խոսակցությունը չի գնալու ժողովրդավարական արժեքների հիման վրա ինստիտուտների վերականգնման հանրային վստահության ձևավորման մասին եւ հստակ չի լինելու պարտավորություններ անելիքների առումով շարունակել են մնալ ԱՊՀ, ՀԱՊ, չգիտեմ, ԵԱՏՄ եւ այլ այդպիսի դռնապետական կրիմինալ խմբավորումների կազմում, հա, ասել են քաղաքական նպատակահարմար այդ շուստրությունը կներեք այդ բառի համար։ Ապա բավական լուրջ խնդիր ունենք եւ այդ առումով իհարկե պետք է հանրությանը տալ ընտրության հնարավորություն։ Եվ իմ կոչս բոլոր ժողովրդավարական ուժերին իրապես ժողովրդավարական ոչ թե անունով, այլ բովանդակության մոտեցումներով։ Իհարկե այստեղ համախմբան եւ համագործակցման կոչ եմ անում, որտեղ այստեղ չկա կուսակցական ալտեր պայքար։ Կամ մենք լինելու ենք, պարոն Միրաբյան, եւ կշարունակենք համատեղ այսպես թեկուս հեռավար, կամ էլ պետք է քրեակատողական հիմնարկներում հայտնվենք, կամ էլ Վրաստանի այդ իրավիճակում, որտեղ Վրաստանը տիպիկ օրինակ է, թե ինչ հետևանք է ունենում, երբ որ պետությունը հանձինս իշխանությունների նահանջ է կատարում ժողովրդավարական սկզբունքներից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետությունում է լուրջ խնդիրներ ժողովրդավարության։ Իսկ մեր մոտ ինստիտուտների չկայացվածության պարագայում դա արդեն ավելի լուրջ վտանգ է։ Սա իրապես ոչ թե վախեցնում եմ կամ բան, այլ ուղղակի ասում թե ինչ խնդիր ենք լուծում եւ քաղաքական կուսակցությունները պարտավոր են այս իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշումներ դիրքավորվել եւ դիրքորոշում ներկայացնել։ Այդ ուժերին մենք գիտենք, որ պատրաստ նույնպես եմ կրկնում։ Նրանք կտրվել են երկար ժամանակ 7 տարի կերակրատաշտակից, հիմա այդ սոված ամեն բան պատրաստ են անելու ձեռք գցեն էլի նույն այդ լծակները եւ պատկերացնեք դրա հետևանքը որն է լինելու, այն ինչ նույնպես եմ կրկնում մեր հարևան Վրաստանը։ Լավագույն դեպքում։ Շնորհակալ եմ պարոն Սաքունց, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին եւ դիմենք ձեզ բարբերաբար մեկնաբանությունների համար։ Ինչ նոր հանդիպում, բարի նույնպես։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով գլխավորում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, լսեցինք իր դիտարկումները կապված ժողովրդավարության ընկալումների հետ մեր հասարակության շրջանում, ինչպես նաև քաղաքական դասի տարբեր սեգմենտների մեջ 26 թվականի ընտրություններին ընդառաջ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։